Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկներ, սակայն դրանք պետք է համապատասխանեն Վլադիմիր Պուտինի սահմանած նպատակներին եւ ինչպես ձևակերպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը իրականությանը։ Ռյաբկովի խոսքով Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կառուցողական երկխոսություն կվարի եւ կփորձի հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Կիևն էլ է պատրաստ Մոսկվայի հետ երկխոսության։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցայի խոսքով Ուկրաինան տրամադրված է լսել ԱՄՆ առաջարկը, խոսել ռուսների հետ եւ պաշտպանել սեփական դիրքորոշումը։ Կիևում սպասում են ամերիկացի բանակցողների այցին, հույսով, որ այն կնպաստի երկխոսության վերսկսմանը։ Ուկրաինայի հարցով բոլոր բանակցություններն ընդհատվել էին Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Վերջին անգամ կողմերը հանդիպել էին Ժնևում կես տարի առաջ։ Առայժմ խոսում են զենքերը։ Մահաբեր հարվածները ուղեկցվում են կոշտ հռետորաբանությամբ։ Մարիա Զախարովան պնդել է, որ Ռուսաստանն է շարունակում մնալ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության միակ երաշխավորը, ուկրաինացիներին դիմելով գոգոլյան շնչով։ Դե ինչ որդյակ, քեզ օգնեց արևմուտքը, որ մայդանների միջոցով քեզ համար այսպիսի կյանք կազմակերպեց, քեզ ներքաշելով այս իբր թե քաղաքական, իսկ իրականում պարզապես խելահեղ հակասահմանադրական գործողության մեջ։ Կբացվի արդյոք Մոսկվա-Կիև բանակցությունների փակ դուռը չընդհատվող կրակոցների ֆոնին։ Խարկովի մարզում ռուսական անօդաչուների հարվածների հետևանքով 2 կին է մահացել, ըստ տեղի իշխանության վիրավորներ էլ կան։ Կիևը հաստատել է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկին՝ Լուկոյլի Պերմի մասնաճյուղին, որի նախագծային հզորությունը տարեկան ավելի քան 13 միլիոն տոննա նավթ է եւ որը սահմանից հեռու է ավելի քան 1600 կիլոմետր։ Ուկրաինական կողմը հաստատել է նաև, որ հարվածներ են եղել Վոլգոգրադի մարզի Մարինովկա, Ախտուբինսկ ռազմական օդակայաններին, Պրիմորսկո-Ախտարսկում, հարվածային դրոնների արձակման վայրին։ Իսկ այսօր Financial Times-ը հայտնել է, որ Ուկրաինան դիմել է Իլոն Մասկին, թույլտվություն խնդրելով Starlink-ով աշխատող ԱԹՍ-ներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Ամերիկյան Ատլանտիկ պարբերականի աղբյուրների համաձայն ուկրաինացի պաշտոնյաները քննարկել են արհեստական բանականությամբ կառավարվող դրոնների միջոցով ռուսական օդակայանների աշխատանքը կաթվածահարանելու հնարավորությունը։ Մենք շարունակում ենք մեր հեռահար հարվածներով պատերազմը վերադարձնել այնտեղ, որտեղից այն եկել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ ռուսական զինուժը թիրախավորել է ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքները։ Ռենի նավահանգստում խոցվել են զենքի, ռազմական տեխնիկայի պահեստներ։ Ռուսները չեն արձագանքել հայտարարությանը, թե ռուսական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է Մոլդովայի հետ սահմանին Օդեսայի շրջանում գտնվող Տաբակի անցակետը։ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալով անցակետի երթևեկությունը դադարեցվել է։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։